Ռուսաստանը հերթական անգամ բաց տեքստով զգուշացնում է Հայաստանին։ Եվրոպական ուղղությամբ Երևանի շարժը կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերությունների համակարգային վերակառուցման։ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերը հատուկ դիտարկում են պահանջում հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ Հայաստանի վարչապետի հետ բազմիցս քննարկել է այդ հարցը եւ պատրաստ է սատարել այն ամենին, ինչը շահավետ է հայ ժողովրդին։ Միևնույն ժամանակ Կրեմլի ղեկավարը մատնանշել է բոլոր կողմերի համար փոխշահավետ որոշ հանգամանքներ։ Мы поддержим все, что выгодно արմենскому народу. Օրինակ Հայաստանի մեր ապրանքաշրջանառությունն այժմ նվազել է, անցած տարի, նախանցած տարի շատ ավելին էր, բայց այնուամենայնիվ $7 միլիարդ 2025 թվականին։ Եթե հաշվի առնենք, որ երկրի հնան 29 միլիարդ է, դա լուրջ մեծություն է եւ Հայաստանը նշանակալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Իմ կարծիքով ճիշտ կլիներ թե Հայաստանի բնակչության քաղաքացիների նկատմամբ, թե մեր որպես տնտեսական գլխավոր գործընկերոջ նկատմամբ հնարավորինս շուտ կողմնորոշվել, օրինակ հանրաքվե անցկացնել։ Դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել եւ հարցնել Հայաստանի քաղաքացիներին, ինչպիսին կլինի նրանց ընտրությունը։ Դրան համապատասխանել մենք եւս համապատասխան եզրակացություններ կանենք եւ կգնանք փափուկ, ինտելիգենտ եւ փոխշահավետ ապահարզանի ճանապարհով։ Միջև այն պահը, երբ որ Անդրադառնալով Ռուսաստանի նախագահի հայտարարությանը Փաշինյանը հստակեցրել է, թե մինչև այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, դե յուրե եւ դե ֆակտո նման հարց օրակարգում չկա։ Եվ ես համաձայն չեմ նաեւ ապահարզան ձևակերպման հետ, որովհետեւ ես ազգային ժողովում եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ։ Ես այդ ձևակերպման հետ համաձայն չեմ։ Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ եւ մենք Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ ենք, այնպիսի անդամ ինչպես մյուս անդամները եւ քանի դեռ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը։ Մենք Ռուսաստանի շահերը վնասելու խնդիր չունենք, չենք ունեցել եւ չենք ունենալու, բայց մենք լիարժեք նաեւ նվիրված ենք մեր պետության շահերին եւ այդքանը իհարկե մենք նաեւ Եվրամիության հետ մեր հետագա հարաբերությունները խորացնելու եւ Եվրամիության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի տրամաբանությամբ շարժվելու այն է ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու եւ խորացնելու ճանապարհով ենք ընթանալու։ Наблюдается определенная положительная. Այս մարտահրավերների համատեքստում Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանն ինքը կորոշի, թե երբ պետք է գնա հանրաքվեի, հավելելով անպատրաստ դուրս չեն գա ԵԱՏՄ-ից։ Փաստորեն դա նշանակում է ցանկություն շարունակել օգտվել ռուսական ֆինանսավորումից, ստանալ արտոնյալ տնտեսական պայմաններ եւ ռեսուրսներ, որոնց հաշվին Հայաստանը կփորձի հարմարվել եվրոպական չափանիշներին։ Փաշինյանը կարծում է, որ նման սխեման կարող է անվերջ աշխատել, բայց Մոսկվայից հստակ ազդանշան են հեռարձակում։ Նման սցենար չի լինի։ Հենց այս իմաստով է Պուտինը խոսում խելացի ամուսնալուծության մասին։ Մոսկվան հրաժարվում է սուբսիդավորել Հայաստանի դրեյֆը դեպի Եվրամիություն, մի կառույց, որը Ռուսաստանում թշնամական է ընկալվում։ Այս մարտահրավերների համատեքստում Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանն ինքը կորոշի, թե երբ պետք է գնա հանրաքվեի, հավելելով անպատրաստ դուրս չեն գա ԵԱՏՄ-ից։ Փաստորեն դա նշանակում է ցանկություն շարունակել օգտվել ռուսական ֆինանսավորումից, ստանալ արտոնյալ տնտեսական պայմաններ եւ ռեսուրսներ, որոնց հաշվին Հայաստանը կփորձի հարմարվել եվրոպական չափանիշներին։ Պուտինից հետո ուղերձ է հնչում արդեն Ռուսաստանի արտաքին հարաբերությունների պատասխանատու շրջանակներից, որ վերջին ամիսներին Հայաստանի արտաքին քաղաքական վերադասավորումը Կրեմլում դիտարկվում է ոչ թե որպես ինքնուրույն ընտրություն, այլ որպես Ռուսաստանի շահերի դեմ քայլ։ Եվրամիությունը որևէ հստակ այլընտրանք չի առաջարկում երկրի ինքնիշխանության հիմքում ընկած անվտանգության, տնտեսական կայունության, բարեկեցության եւ բարգավաճման ապահովման գործիքների առումով։ Եվ սա հասկանալի է։ Բրյուսելի շահագրգռվածությունը ոչ թե Հայաստանի կամ Հարավային Կովկասի երկրների մասին հոգ տանելն է, այլ առաջին հերթին իր սեփական աշխարհաքաղաքական նպատակների լուծումը, որոնք այսօր կենտրոնացած են Ռուսաստանի հետ առճակատման վրա։ Եվրամիությունը ձգտում է Հայաստանն անջատել Ռուսաստանից, ամրապնդելով իր սեփական վերահսկողությունը երկրի նկատմամբ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է ԵՄ-ն փորձում օգտագործել Հայաստանում կայանալիք խորհրդարանի ընտրությունն այդ նպատակով։ Հանրապետությունում արդեն տեղակայվել է երկու առաքելություն։ Մոլդովայում ընտրարշավների ժամանակ տեղակայվածներին նշված նպատակները կարող են ազնիվ թվալ, բայց իրականում առաքելությունների նպատակը պարզ է՝ ամրապնդել ԵՄ-ի վերահսկողությունը հանրապետության սոցիալ-քաղաքական կյանքի եւ տնտեսության վրա, դրանով իսկ նրա անջատմանը Մոսկվայից։
Մյուս կողմից եվրոպական ուղղությունը նույնպես Հայաստանի համար լիարժեք անվտանգության երաշխիք դեռ չի ստեղծում։ Եվրամիության դիտորդական առաքելությունները քաղաքական եւ խորհրդանշական աջակցություն են, բայց չեն փոխարինում ռազմական դաշինքի կամ անվտանգության համակարգի։ Այսինքն Հայաստանը հայտնվել է բարդ միջանկյալ փուլում։ Հին անվտանգային համակարգը այլևս ամբողջությամբ չի աշխատում, իսկ նորը դեռ ձևավորված չէ։ Կալուգինի հայտարարությունը հենց այս անորոշության ֆոնին է հնչում։ Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը, ցույց տալով եվրոպական ճանապարհի գինը, իսկ Երևանը փորձում է մեծացնել իր արտաքին քաղաքական մանևրելու հնարավորությունները։ Սակայն այս դիմակայության գլխավոր ռիսկը հենց Հայաստանինն է։ Մեծ ուժերի մրցակցության պայմաններում ցանկացած կտրուկ շրջադարձ կարող է վերածվել տնտեսական, քաղաքական եւ անվտանգային նոր ճգնաժամերի։ Ֆրիդա Ղազարյան, Արտեմ Պետրոսյան, TB News։